Բացի հարկային եկամուտների գրանցած այս բարձր արդյունքներից շատ կարևոր է խոսել մի քանի առանցքային արդյունքային ցուցանիշների մասին, մասնավորապես մենք կարողացել ենք զուգահեռ նաև հարկվճարողներին վերադարձնել 409 միլիարդ դրամ եւ դա 4.2%-ով ավել է անցած տարվա նկատմամբ եւ այստեղ առանձնահատուկ աչքի ենք գնում հիպոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի 95.6 միլիարդ դրամի կամ անցած տարվա նկատմամբ 39.4%-ով աճ եւ իհարկե հաջորդ ցուցանիշը, որի վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունի պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, դա աշխատատեղերն են եւ ունենք բավական բարձր ցուցանիշներ 823,000 աշխատատեղ 2025 թվականի վերջի դրությամբ, որը 5.7%-ով ավել է 24 թվականից եւ կարելի ասել կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300,000 աշխատատեղեր են ստեղծվել, իսկ միջին եկամուտը 401,400 դրամ, որը 6%-ով ավել է շուրջ անցած տարվա ցուցանիշից։ Ինչպես հնարավոր եղավ այսպիսի ցուցանիշներ արձանագրել, առաջին գործոնը դա վարչարարության արդյունավետության բարձրացումն է եւ դրա մեջ վերլուծական գործիքների դերի բարձրացումը։ Մենք 25 թվականին 142 միլիարդ մեր տարբեր գործիքներով առաջադրումներ ենք ունեցել, ակտեր, ճշգրտումներ, որը մի փոքր նույնիսկ ցածր է 2024 թվականից եւ սա նույնպես հուշում է, որ եթե մենք այս մասով նվազումներ ունենք, բայց միաժամանակ մուտքերի աճ ունենք, դա նշանակում է, որ թիրախայնություն ու արդյունավետություն է բարձրացել վարչարարության եւ այստեղ առավելապես ակնառու է հենց վերլուծական գործիքների դերը, որտեղ 11%-անոց աճեր ունենք, որպեսզի դա ավելի բացեմ եւ պարզ լինի ձեր համար, հաջորդ սայիկով այստեղ ներկայացվում է քանակները իրականացված ստուգումների ըստ առանձին գործիքակազմի եւ դուք կտեսնեք օրինակ համալիր ստուգումների եւ թեմատիկ ստուգումների ուղղությամբ նվազումներ ունենք, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ մենք այցերը հարկվճարողներին նվազեցրել ենք եւ շփում ենթադրող ստուգումների քանակը նվազել է, բայց դրան հակառակ էապես ավելացել է վերլուծական գործիքակազմի կիրառված վերլուծական գործիքների քանակը 52,746-ից 55,680, ընդ որում դրա դիմաց ունենք հենց հատկապես վերլուծական գործիքակազմի մասով բացահայտումների աճ, ինչը նույնպես խոսում է արդյունավետության մասին եւ անշփում վարչարարության ուղղության բարեփոխումների անշեղ ընթացքի մասին։ Մյուս կարևոր գործոնը մեր կարգապահության բարձրացումն է հարկվճարողների մոտ եւ ստվերի նվազումը, որը չափում ենք մի քանի ցուցանիշներով։ Նախ առաջինը հաշվարկային փաստերի եւ ՀԴՄ կտրոնների քանակը, կնկատեք, որ եւ քանակը եւ դրանց գումարը երկնիշ բարձր աճեր ունեն 18% եւ մոտ 15%, եթե հասույթներին նայենք, ելի նույն տրամաբանությամբ երկնիշ բարձր աճեր են, բայց այստեղ ավելի հետաքրքիր է անկանխիկ գործակները, որոնք անշեղորեն մեծանում են մեր գործակների մեջ, ունենք քանակի 51.4% աճ եւ հասույթների 30.6% աճ, եւ սրանք բոլորը առաջանցիկ են մեր տնտեսական զարգացումներից, ինչը նույնպես խոսում է վարչարարության արդյունավետության եւ ստվերի դեմ պայքարի արդյունավետության մասին։ Հիմա երբ որ դրանք վերածում ենք կշիռների, կտեսնեք այստեղ այս այգում մեր մոտ անկանխիկի դերը անշեղորեն գնալով մեծանում է, թե քանակների մեջ, թե հասույթների մեջ, եւ քանակի մեջ հասել է 29.5%-ի, հասույթների մեջ 37.4%-ի, ընդ որում սա բոլոր գործակներին չի վերաբերում տնտեսության, այլ այն գործակներին, որոնք հատկապես վերաբերում են առք ու վաճառքին, եւ մյուսը չգրանցված աշխատողների բացահայտումներն են, անցած տարի 25 թվականին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել, որը մոտ 700-ին մոտ քանակով մեծ է 2024 թվականից։ Մյուս գործիքը, որի մասին պարբերաբար շարժումներ են լինում ու այստեղ ուզում եմ կարևոր բացահայտումներ անել ձեր համար, մեր օպերատիվ գործողություններով ստվերի դեմ պայքարն է։ Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ, ստվերային շրջանառությունը 363 միլիարդ, որը 44%-ով բարձր է 24 թվականից, թաքցված արկա 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 24 թվականից, եւ վերականգնումները 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։ Ընդ որում ուշադրությունը այստեղ շատ կարևոր է, մենք քանակը նվազեցրել ենք, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է, եւ մյուս կարևոր որակական էական բարելավումը նա է, որ մենք թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել, եթե 24 թվականին
մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ մոտ 7%-ն էր թվային հետախուզության գործիքներով բացահայտումները, հիմա մենք ունենք մոտ 40% այդ ամբողջ թվականակի մեջ։ Ինչը նույնպես նշանակում է այդ համատաբար կոշտ գործիքի մեջ փափուկ եւ խելացի գործիքների կիրառում։ Էական առաջընթաց ունենք նաեւ մաքսային վարչահարության ցուցանիշների մեջ եւ այստեղ հատկապես կուզենամ առանձնացնել մի քանիսը։ Նախ նշեմ, որ զննվող դեպքերի կշիռը մեր ընդհանուր զննումների մեջ իջել է հասնելով 4.8%-ի, որը միջազգային ստանդարտներին համահունչ է։ Ինքնաշխատ բաստող նման համակարգի ներդրման արդյունքում մեր ներմուծումների 8%-ը եւ ավել ինքնաշխատ է բաստողնվում, եւ մյուս կարևոր ցուցանիշը, որը էական առաջընթաց է գրանցել, դա կանաչ ռիսկի մակարդակն է, այսինքն մեր բոլոր գործակներով կանաչ ռիսկերը, որոնք որևէ զննում չեն ենթադրում եւ բավական կարճ ժամանակում բաստողում են ենթադրում, 16.6%-ային կետով աճել են, ինչը նշանակում է 70%-ից ավելը մեր գործակների կանաչ ռիսկով են անցնում։ Սա նույնպես էական բարեփոխումների հետևանք է, որի մասին առիթ կունենամ խոսելու։ Իհարկե, այս ցուցանիշները ամփոփեին, մենք առանձին դրվագներով էական բացահայտումներ ունեցանք 2025 թվականին, նշածս նաև թվային հետախուզության գործիքների կիրառման արդյունքում։ Ես հնչեցել եմ սրա մասին, մենք մեծ սերվեր բացահայտեցինք, մոտ այս պայդրությամբ գնահատված մոտ 31 միլիարդ թվերային շրջանառությամբ 10 միլիարդից ավել հարկով, եւ այստեղ յուրահատուկ ձևով աչքի ընկավ դեղատնային ոլորտը։ Ունեցանք նմանատիպ խոշոր բացահայտումներ նաև սպորտային ակումբներում, ինչու՞ չէ նաև մեր համալիր ստուգումներում, եւ այս խոշոր բացահայտումները կանխարգելում են հնարավոր խոշոր կարգապահության խախտումները, հնարավոր խախտումները եւ հանցագործությունները, որոնք որ դրսևորվում են իրականության մեջ։ Նույն պատկերներն նաև մաքսային մասով շատ էական բացահայտումներ ունեցանք ուսումնասիրելով տրանսպորտային միջոցների պրակտիկան եւ բացահայտեցինք շուրջ 250 տրանսպորտային միջոցներ, որոնք ապօրինի տեղափոխվում էին Հայաստանի Հանրապետություն, 38 օրինակ կեղծ վկայականներով էին տեղափոխվում, բայց սա այդքանը չէ միայն, մենք սահմաններին ունեցանք էական մեծ բացահայտումներ, հատկապես մաքսանենգության դեպքերի, օրինակ 166 կիլոգրամ հերոին ագարակի ցամաքային կետում կամ 1145 տոննա դիզերային վառելիք, որը 3 անգամ գրեթե մեծ է 24 թվականից, եւ այսպես շարունակ բազմաթիվ են դեպքերը, որոնք նույնպես խոսում են հարկային եւ մաքսային վարչահարության արդյունավետության բարձրացման մասին։